Բարի երկու պարոն Շիրինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ վերջին ամենաուշագրավ եւ թարմ իրադարձությունը Ստամբուլում տեղի ունեցող բանակցություններն են, որտեղ պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնակցեր Ուկրաինայի նախագահի հետ եւ այնտեղ նաեւ պետք է լիներ, այսպես էին որոշել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք տեսանք, որ Պուտինը չգնաց, փոխարենը գնաց Լավրովը եւ իրեն շատ տգեղ եւ գռեհիկ պահեց, ասելով, որ այդ ծաղրածուի հետ նա չի հանդիպի։ Միացյալ Նահանգների նախագահն էլ չմասնակցեց եւ ստացվում է այնպես, որ Զելենսկին մնաց միայնակ, բանակցությունները անհասկանալի հունով ընթացան եւ պատերազմը կարծես շարունակվելու է։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Ուրեմն շարունակենք, որ Ռուբիոն էլ ասեց, որ ռուսական այն պատվիրակությունը, որ այստեղ է, իմ մակարդակին չի եւ հեչ բան է, ես չեմ հանդիպելու։ Պետքարտուղար, այսինքն արժանապատվության չափը ինչ որ Միացյալ Նահանգների կողմից էր, պահվեց։ Իսկ իրենք ինչ արեն, կանխավել հայտնի էր, ես նույնիսկ Facebook-յան եմ էջում էի գրել, դա չի կարող լինել, ինչու, նպատակի հետ է կապված հարցը։ Ինչ է ուզում Ռուսաստանը։ Ռուսաստանն ուզում է շանտաժի ճանապարհով, ուրիշ ռեսուրս չունի։ Ուրիշ ռեսուրս չունի, կրկնեմ, որ հայերն իմանան։ Ուրեմն շանտաժի ճանապարհով, ուրեմն հասնել նպատակին, որը Ուկրաինայի ոչնչացումն են որում։ Այս մարդիկ մի պատկերացում կա, թե ուկրաինացիներին նա չի խղճում, նա տարածք է գրավում։ Ընդհանրապես խոշոր տերությունները տարածք են գրավում, կներեք հարիվներն է ժողովրդի քանակ են պահում, որ էլի կոտորվում են խոշորների ձեռի տակ։ Էս է որ անում է նա, եթե այդ նպատակը նա չի փոխել, ուրեմն բանակցությունները չի գնալ, ինչ անելու։ Բանակցությունները վիժեցնելու է, տեսք է տալու եւ այլն նման տակտիկա է կիրառելու, որտեղ ասելիք չունի եւ նպատակ չունի։ Դրա համար Ստամբուլ չէր գնալու։ Երկրորդը նաև այսպեսի մի բան կա, որ մենք պետք է իմանանք, նա շատ լուրջ է ընդունել միջազգային քրեական դատարանի որոշումը եւ քանի որ իրենք եւ թուրքերը նույն մշակույթի մեջ են քաղաքական, բարոյական, մտածում եմ, որ գուցե Ստամբուլում Էրդողանը վերցնի եւ հանձնի բանին, դատարանին, որովհետեւ դրանք իրար լավ են հասկանում եւ Թուրքիան այդուհանդերձ ուրեմն ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ արևմտյան այդպիսի ցկտումներ ունի, ոչ, այնպես որ ամեն ինչ տեղը տեղին է, Ուկրաինայի գնալն էլ էսպես է, նախ բարձ է որ վիճակները զոհերի իմաստով շատ ծանր են դառնում, դա բնական է, երկրորդը Զելենսկին վերցրել է մի տակտիկա, որը հաջողություն է ունենում, որն է դա Թրամփին չի ջղայնացնում, ամերիկացիներն ուզում էին, ինքը գնաց եւ ասեց, այս շիքուրակը չի եկել, տեսակ ինչ կատարվեց եւ վերջ էսպես է։ Զարմանալ պետք չէ, թե հայերս չպետք է զարմանանք, բայց հայերս ամենաշատ ենք զարմանում։ Ես մի բան ասեմ էլի, Թուրքի հետ դարերով գործ ենք ունեցել, Ռուսի հետ դարերով գործ ենք ունեցել, դրանց ոչ լավ գիտենք, ոչ էլ բնավորություններից բան ենք սովորել, կոնե հակադարձնենք իրար մեջ ենք անում, ինչ որ անում են, բայց իրենց այդպես գծելը, խաբելը, նպատակը նվաճելն է, որ արդար չի, եթե նա Ուկրաինան գրավում է, արդար չի, չէ, հետևաբար ինքը այդ տրանսֆորմացիաները անի եւ անում է։ Ռուսաստանից նաև հայտնի տիկին Մարիա Զախարովան, բոլորիս կողմից շատ հայտնի, արտահայտություններ իրեն թույլ տվեց, նույնպես ծաղրեց Զելենսկուն, ասելով, որ նա խամաճիկ է, նա կրկեսի դերասան է եւ չեմ ուզում կրկնել ասածները։ Եվ նաև ճեպազրույցի ժամանակ այնտեղ հարց տվեցին, որ ինչու Ալիևը մայիսի 9-ին ներկա չէր գտնվում այդ շքերթին, եւ նրանք ասացին, որ ամենևին էլ պարտադիր չէր նրա ներկայությունը, անկախ ամեն ինչից ինչ էլ որ անի, մեր ռազմավարական գործընկերն է։ Ալիևի հանդեպ այս մեծ սերը ինչով է պայմանավորված Ռուսաստանում։ Ասեմ ձեզ, որ այդ հայրախոսությունը ինչ որ կա, վկայում է Ռուսաստանի դիրքերի թուլության մասին։ Եթե ուժեղ լինեին, նման տերմինաբանությամբ չէին խոսի եւ Ուկրաինան տվել իրենց աչքը հանում է։ Մարդիկ տեսնում են ռումբերը, ուկրաինական տարածքների ավերը, ինչ որ կա, բայց չեն տեսնում եւ դա լավ է ցույց ուկրաինական բանակի գործողությունները, որի դեմ շատ դժվար են կանգնում։ Ուրեմն սա պիտի նկատի ունենալ եւ այն որ 3 օրվա պատերազմը, չէ, 3 օր էր պատերազմը տևելու եւ Պուտինն իր ուրեմն գվարդիայով Կրեշչատիկում վայելել էր
բաց ասենք էլի ռուս կանանց հյուրասիրությունը, այսպես տգեղ է իհարկե, բայց 3 տարի անցել, 3 տարին 4-րդ է դառնում, չկա ու չկա։ Եվ երկրորդ հաղորդագրության տեխնիկական մասը նայեք, ամեն օր հաղորդագրություն է դրվում, որ ռուսական բանակը այսինչ ուղղությամբ շարժվել է, այսինչ կան առավելություններ ունի եւ այլն։ Ուրեմն հաջողություններ ունի, եթե դա այդպես է, ուրեմն հիմա 4 տարվա մեջ ռուսական բանակը պիտի լիներ Վիեննայում, ոչ թե դոփեր տեղում։ Այստեղ հին հույներից Զենոնի ապորյաները կան, Կրիայի եւ Աքիլեսի շարժը, երբ Կրիան կարող է հասնել Աքիլեսին, կամ Աքիլեսը Կրիային, էլի։ Այսպես է, այստեղ խապկանք այստեղ է, իսկ մնացածը Ալիևի բանակայով ես կարծում եմ, որ իրենք անգեղ չեն, ուրիշ բան է։ Այն, որ մենք հիշենք, որ ես վստահ եմ, որ ինքնաթիռը խփել են ռուսները, միանշանակ, դա զգուշացրին, որ երևի պոչ ես խաղացնում, չեք իսկ դե տղա։ Երկրորդը դուք հիշեք, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգից ինքնաթիռը ձիու գլուխը հետ տվեց եւ փախավ։ Ես կարծում եմ, որ այս սպարակայում ադրբեջանական կողմը վախեցել է ուրեմն այդ շքանդեսի մասնակցելուց այն իմաստով, որ գլխին միայն խաղալու են, կամ ինքնաթիռն են խփելու, ընկնելու է այս անգամ Կասպից ծով, կամ թունավորելու են եւ այլն։ Եվ այսքանի որ սա իր թուրքական բնազդ ունի ուղեղի մեջ, դա հայ չի։ Այս մշակույթները պիտի տեսնենք, նրանք Իվան Ահեղն է եւ բոյարներն են։ Այստեղ մոնղոլ թաթարական վստահաբար ես վախեցավ եւ նա չգնաց, իհարկե բլեֆը մեծ է, դա Ալիևի դիրքերը բնականաբար թուլացնում անկախ թե Մարիա Զախարովան ռուսների հետ հարաբերության մեջ անկախ թե ինչ չաստուշկա գբարի եւ ինչ կգայթագղի կամ էլ թունավորելու էին։ Այս նշանակում է նա լավ զգացել, ինչու, որովհետեւ նա համարձակվել է ցարին ուրեմն մերժել, այն է որ ինքնաթիռը խփել են մի բան է, բայց որ ինքը բողոքում է երկրորդ բանն է։ Այնպես որ ես կարծում եմ, որ առաջիկայում սրվելու են հարաբերությունները եւ Ալիևի քաղաքական ճակատագիրը այս կամ այն կերպ ռուսական սեգմենտով լուծված է։ Կարող են վնաս տալ թե չէ, իհարկե կարող են։ Մենք այսքան տարի տեսնում ենք, թե ԳԳԲ-ի ինչպիսի շերտեր են քանդում մեր մեջ։ Բաքվում ինչպիսի շերտեր կան եւ նրա ադմինիստրացիայում եւ կառավարության մեջ 30 տարի եւ ավել Ալիևյան ընտանիքն է։ Այո, ուղղակի հայ իհարկե, այնպես որ այդ իմաստով կարծում եմ, որ եւ դրա համար պետք չի բան անել, ներվայնանալ եւ խոսքերին խապկանքով չպետք է ընդունել Զախարովան։ Իհարկե, այստեղ ես համոզված եմ սրանում եւ որ Կրեմլում հավանաբար սրա հարցը լուծել են, որ ինքը չի լինելու հեղաշրջում եւ այլն, ինքը հաստատ առաջին անգամ ճողոբրեց Սանկտ Պետերբուրգից, փախավ, երկրորդ անգամ չգնաց, իր կոմանդոսն ուղարկեց, ուզեց ասել, որ տեսեք կոմանդոս ունեն, բայց մենք գիտենք, որ այդ Արցախում այդպիսի շքեղ, ճակերտավոր հաջողությունը պայմանավորված է հայ որոշ գեներալների դավաճանությամբ եւ ռուսական կողմի նախագծով, ինքը այդ ոչ հաջողություն ունի, ոչ էլ այդ կոմանդոսն ունի, ինչը առաջին Արցախյանի ժամանակ նույնիսկ փախած էր եւ չկար։ Այո, եւ չէ, այդ պատերազմի հաջողությունը նրա հաղթանակը ռուսական Լավրովի պլանն է եւ մեր ներդրված մեր մեջ ռուսական գաղտնի ծառայություն եւ անիծյալ ռուսասիրությունը, որը չի թողնի մարդկանց մտածել։ Հարցը այդ իմաստով լուծված է, մենք պետք է ուղղակի լավ հետևենք իրադարձություններին։ Երկրորդ մասն ասեմ ձեզ, երեք ես փոքրիկ մի կադր տեսա, երբ որ բանում Տիրանայում Ալիևը տեսակ շատ բարյացակամ մարդու կերպարով մեր վարչապետի սուրճի հրավիրեք, չէ։ Այս ապուշները, այս հայ լրագրող կոչված տականքը գողապետության եւ ռևանշ գրել է ուրեմն գրել են, որ ուրեմն Փաշինյանը Ալիևին սուրճի է հրավիրում։ Կույր է կապուշ, նա է հրավիրում, դա երևում է։ Այս նշանակում է, որ Հայաստանի հետ նա նահանջի այդ խստացումների մեջ կուրս է ընդունել, որն է դա, սկզբից վստահ էր, որ մեզ կապիտուլացիայի կենթարկվի, այստեղից էր Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, որ այդ
կապիտուլյան բառը չգիտեին, Կրեմլից տվին, դրանք կրթություն չունեն, որտեղից պիտի այդ բառերն իմանան։ Վարչապետին կպցրեցին կապիտուլյանտը, ուրեմն նա կապիտուլացիա հասկացրին, որ կապիտուլացիա է լինում, այդ էր ուզում Ալիևը։ Կապիտուլացիոն պայմանագիր չեղավ, եղավ համաձայնագիր, որի մեջ չկար մեղրի եւ այլն եւ այլն։ Եկավ ժամանակը եւ Հայաստանի քաղաքականության եւ միջազգային ճնշումների։ Ես կարող եմ ենթադրել նաեւ մեր բանակի վերականգնմանը զուգընթաց, նաեւ այստեղ արժևորենք հեղափոխության աջակից կուսակցությունների օժանդակությանը, գործող իշխանությանը, մեր մյուսների ուղիղ այդ անսասան ամեն ինչի մեջ կառավարության կողքի կանգնելը, այս բոլորը մեր բավականին մեր դիրքերն ամրապնդեցին, չեմ ասում, որ նաև հանրապետականների այս շրջանում, երբ Մարկ Ռուբիոն դարձավ ուրեմն պետքարտուղար եւ դա հայկական հարցի լավագույն գիտակ է, ադմինիստրացիան 4-5 հոգի կան, դրանք շարքային բաները չեն, այս սրանց ուղեղի բանը չի Մարսկոմի քարտուղար եւ չեկիստ։ Հասկանում եք ոնց է, ահա այս պայմաններում եւ Ալիևը չունի տարբերակ, քան Հայաստանի հետ գնալ մեղմացումների, բայց մենք պետք է լինենք, որ այլևս զիջումներ, կարծում եմ զիջում չենք արել, դա ուժի հետ է կապված եղել, իսկ հիմա Հայաստանի հետ նա գալու է հարաբերություններ կարգավորման։ Ձեր միտքը շարունակեմ հետեւյալ կերպ, այո, Դոնալդ Թրամփի ավագ Սթիվ Ուիտկոֆն էր նաև հայտնել, որ Աբրամյան համաձայնագրերն էր շատ կարևոր, որտեղ Իսրայելի մասով էր եւ նաեւ Հարավային Կովկասի մասով Հայաստան, Ադրբեջան։ Եվ նա բառացի ասեց, շատ արագ, շատ շուտով պետք է այդ խաղաղության փաստաթուղթը լինի։ Ու հենց շարունակությունն է ձեր ասածի, այո, ստացվում է Ալիևը նահանջում է։ Եվ որովհետև գիտեք ինչ կա քաղաքականության մեջ մեր երիտասարդների համար ասեմ, այդ ոնց ասեմ, ռևանշիստներից ես հույս չունեմ, ես քաղաքական աղբետը գիտությունով եւս, թող ուզում են նեղանան, չնեղանան։ Ուրեմն խարակտերոլոգիա բնավորության կա եւ միմիկաների շարժ կա։ Ես առաջարկում եմ ուշադիր լինել, թե ինչպիսի բարյացակամությամբ էր վարչապետին հրավիրում սուրճի սեղանի, սուրճի։ Դեմքը նայեք կտեսնեք, այս մարդը նահանջում է, զգալով այնտեղ իր վիճակի ողբերգականությունը, բայց ինչքանով ռուսներ առաջ կգնան, կարծում եմ կգնան առաջ եւ նրա հարցը լուծել են։ Այսինքն հիմա մեզ ինչ է մնում։ Նախ էս արտաքին քաղաքական շերտերի մեջ թափանցել, սովորել սա, ով որ չի հասկանում, իշխանության որակը լավացնել, երկրի վերափոխությամբ զբաղվել։ Դե Տիրանայում վարչապետը հանդիպեց գրեթե ԵՄ բոլոր ղեկավարների, կարևորագույն գործոնների հետ եւ կարծում եմ դրանից մենք ունենալու ենք երկարաժամկետ հեռանկարում արդյունք։ Այսինքն մեզ համար գլխավոր հարց է դառնում երկրի վերաշինությունը։ Գնում ենք այդ փուլով։ Հա? Մենք գնում ենք այդ փուլով։ Գնում ենք, լավ դուրս չի գալիս։ Ասեմ ձեզ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը առաջարկում է հանրությանը եւ ուրեմն պահանջում, այդպես ասեմ, հա, մենք պարտավոր ենք գերարտիական պետություն ստեղծել բոլոր չափորոշիչներով։ Մեզ համար մոդել ծառայում է Գերմանիայի Բավարիա երկրամասը, Մյունխեն մայրաքաղաքով։ Այսպիսի մի Հայաստան պետք ունենանք։ Խոսքը արտագրության մասին չի, խոսքը մոդելի մասին, այո, եւ որի մասին ես եւ մեզ համար հաջողություն կա որոշակի, որովհետեւ Գերմանիայում ուրեմն դժբախտություն Պուտինների կանցլեր դառավ Ֆրիդրիխ Մերցը, որը մեր քույր կուսակցություն է, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, որին ես շնորհավոր եմ նաև կանցլեր ուրեմն հաստատվելու կապակցությամբ։ Մենք պետք է Բավարիա ունենանք այստեղ, ոչ թե մեծ խոսենք հստակությամբ, մշակույթով, արդյունաբերությամբ եւ այլն, օրենքների պահպանմամբ, անշուշտ, եւ օրենքների եւ այդտեղ մի քիչ էլ ասեմ, քանի որ մենք տրանսֆորմացիոն հասարակություն ենք, գիտեք, դեմոկրատական տրանզիտ կա, դեմոկրատիան հայտարարում եք, բայց դրան հասնելու համար տարիներ են պետք, գուցե տասնամյակներ աշխատել, քրտնաջան եւ այլն։ Այդ իմաստով Հայաստանը իր ընտրությունն արել է։ Պիտի իմանալ, որ դեմոկրատական տրանզիտի ժամանակ իրավական պետության մեխանիզմները պետք է աշխատեն շատ դաժան, հստակ, դատարանները պետք է տրվեն վերահսկողության տակ, որովհետև նա սպասարկել է այն ինչի շահերը, փոխվեն եւ այլն, եւ մամուլի դեղին մամուլը պետք է սահմանափակվի օրենսդրությամբ, որովհետև նա քայքայիչ աշխատանք է անում, հուսալքող աշխատանք է անում, եւ այդ իմաստով մենք հաղթել ենք։
հաղթել ենք եւ լույսի երևում, ինչպես ասում են, թուների մնացածն էլ հայերին ուզում եմ աշխարհում եք մի բան ասեմ, իհարկե որոշ մասին, եթե թույլ տաք։ Մի քիչ արժանապատիվ եղեք, էլի։ Այդ որ դուք Պուտինն ու Ալիև եք խաղացնում, դուք վարչապետին ոչինչ չեք անում, չեք էլ կարող փոխել, ոչինչ էլ մեր գուսակցանել չեք կարող անել։ Բայց դուք ձեզ կներեք, ես եղել եմ, ձեր վրա թքում են, դուք գիտեք, թե եթե հայերին են բանանում, մանավանդ այդ մոսկվացիներին, այն բաներին, ձեզ արիմյաշկա դնում են, արիմյաշկա հանում են։ Հասկանում եք ոնց է, եւ դուք Լորիս Մելիքովից ավելի չլնեք, որ ծառայ մեր Ռուսաստանին, կառավարության նախագահն էր, տերորից Ռուսաստանը փրկեց, բայց մեկ է, ցարը եւ մյուսները իրեն արմյաշկա էին ասում, որովհետեւ ինքը հայերը վաստակել են այս վերնախավը ռուսական արքունիքում արմյաշկի բանը եւ դաթարեք է դա կարող եք օգուտ տվեք երկրին, աշխարհում եք չեք կարող, ուրեմն հանգիստ մնացեք, դուրները չի գալիս, իհարկե, եթե չեք իսմին ծառայել եք 80 տարի, բայց հիմա մի արեք, իսկ մնացածը ցանկացածը կարող է չքվել Հայաստանից, եթե իրեն դուր չի գալիս անկախ ազատ Հայաստանը։ Մենք գնալու ենք, մենք հաջողության էսկան տարիների, ես կասեմ, ցեղասպան Համիդ Եվարան, այս ամբողջ մակարումներից հետո մեր ուժերին հանց մնացել է այս Հայաստանը ինչ որ կա, եւ մենք պետք է դա դարձնենք, ասեմ, Բավարիա հենց։ Ուրեմն կարող եք գոլորշիանակ եւ գնաք սիկտիկար ապրելու։ Եվ մանավանդ որ եկողները չգան։ Կարող եք չգաք Հայաստան եւ այնտեղից մի թելադրեք, գնաք Ստեփանագերդից փախնեք, ըստեյս մեզից պահանջեք, ուրեմն Ադրբեջանի կամ մյուսների դեմ պատերազմ։ Խոսքից մեջ չարություն կարծում եմ պետք չի վերցնել, բայց եւ վերցնում ին պետք չի, ես Շնորհակալ ենք, պարոն Շինյան, հանգամանալից ներկայացնել համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։